Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց նաև դիվանագիտական ծառայությանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է համակարգային փոփոխություններ ուղղված թե քաղաքական կարգավորումներին, թե դիվանագետների սոցիալական պայմանների բարելավմանը։ Նպատակն է օրենսդրական մակարդակով կարգավորել այն բացերը, որոնք առկա են մեր համակարգում դիվանագիտական ծառայության մեջ ժամանակի մարտահրավերների հնարավորությունների տեսանկյունից։ Փոփոխություններով նախատեսվում է ներդնել նոր ինստիտուտ՝ դիվանագիտական գրասենյակ, այն կգործի այն երկրներում, որտեղ ամբողջական դեսպանություն բացելը նպատակահարմար չէ, սակայն անհրաժեշտ է հայկական դիվանագիտական ներկայություն։ Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց այնուամենայնիվ դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա եւ այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ։ Վերանայվում են նաև դեսպանների մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները, առաջարկվում է մեկ երկրում պաշտոնավարումը սահմանել առավելագույնը 5 տարի, իսկ վերանշանակման դեպքում ընդհանուր ծառայության ժամկետը մինչև 8 տարի։ Փոփոխություններ են նախատեսվում նաև ռոտացիոն համակարգում։ Դիվանագետները գործուղումից հետո Երևանում ծառայելու են ոչ թե 24, այլ 18 ամիս։ Գլխավոր հյուպատոսների համար այդ ժամկետը սահմանվում է նվազագույնը 12 ամիս։ Իհարկե տարբերություն ենք սահմանում գլխավոր հյուպատոսների համար, նաև հաշվի առնելով, որ գլխավոր հյուպատոսները այնուամենայնիվ մյուս դիվանագետներից տարբերվում են նրանով, որ իրենք համարվում են դիվանագիտական ներկայացուցչության մարմնի ղեկավար։ Օրենքների փաթեթում կա նաև սոցիալական բաղադրիչ, կվերացվի դիվանագետ ամուսինների գործող վարձատրության սահմանափակումը։ Օրենքից առաջարկվում է հանել օտարերկրյա պետությունում նույն դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետ ամուսինների ծառայության դեպքում ավելի ցածր պաշտոն զբաղեցնող ամուսնուն նախատեսված փոխհատուցումը 50%-ի չափով վճարելու դրույթը։ Երբ որ դիվանագետ ամուսինները երկուսն էլ գործվում են օտարերկրյա պետություն ծառայության, նրանցից մեկը գործող կարգավորման ստանում է աշխատավարձի ուրեմն ընդամենը 50%-ը։ Սա իհարկե վաղուց իրեն սպառած եւ աբսուրդ կարգավորում է, եթե երկու դիվանագետն էլ իրականացնում են 100%-ով ծառայություն, 100%-ով աշխատանք, բավականին արդար է, որ երկուսն էլ վարձատրվեն իրենց հասանելիքի 100%-ով։ Կարևոր փոփոխություն է նախատեսվում նաև վարձատրության համակարգում։ Ներկայումս Երևանում ծառայող դիվանագետների աշխատավարձը սահմանվում է օրենքով, իսկ արտերկրում ծառայողների կառավարության որոշմամբ, ինչի արդյունքում արտերկրում աշխատավարձը հաճախ ավելի ցածր է։ Առաջարկը հետևյալն է, ուրեմն հանում ենք այս կարգավորումը, որ իրենց աշխատավարձը սահմանվում է այնտեղ եւ ուղղակի հավասարեցնում ենք օտարերկրյա պետությունում ծառայող դիվանագետների աշխատավարձը, հավասարեցնում ենք Երևանում իրենց ծառայությունն իրականացնող դիվանագետների աշխատավարձին։ Օրենսդրական փաթեթի փոփոխությունները կբարձրացնեն դիվանագիտական ծառայության գրավչությունը եւ կուժեղացնեն համակարգի արդյունավետությունը։ Փոքր բաժնետերերը տարիներով կարող են շահույթ չտեսնել առանց որևէ իրավական արդյունավետ ելքի մեխանիզմի։ Ազգային ժողովում քննարկվեց օրենքի նախագիծ, որը նպատակ ունի վերջ դնել այդ պրակտիկային եւ ուժեղացնել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը։ Գործող կարգավորումներով բաժնետոմսերի պարտադիր հետգնման իրավունքը սահմանափակված է միայն հատուկ դեպքերով, վերակազմակերպում խոշոր գործարքներ կամ կանոնադրական փոփոխություններ, սակայն օրենքի նախագծի հեղինակ Ծովինար Վարդանյանի խոսքով իրականում փոքր բաժնետերերը հաճախ չեն կարողանում ազդել որոշումների վրա։ Փոքր բաժնետերերը հաճախ հայտնվում են փակուղային իրավիճակներում, երբ մեծամասնական բաժնետերը, օգտվելով միանձնյա որոշում ներկայացնելու իրենց իրավունքից եւ հնարավորությունից, հաճախ դրանք իրականացնում են չարաշահումներով, օրինակ տարիներ շարունակ չեն բաշխում շահույթը, չեն գումարում ժողովներ կամ այլ կերպ խախտում են փոքր բաժնետերերի իրավունքները։ Նախագծի հեղինակը հղում է անում եվրոպական փորձին, նշելով, որ մի շարք երկրներում գործում են ավելի գործուն մեխանիզմներ։ Զարգացած տարբեր իրավակարգերում վերահսկողության փոփոխության դեպքում սահմանվում է պարտադիր առաջարկի շեմ, երբ փոքր բաժնետերերին ներկայացում է իրենց բաժնետոմսերը վաճառելու առաջարկ։ Օրինակներ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ որտեղ շեմը 30%-ն է, մինչդեռ Հայաստանում անգամ այս գործիքն է նախատեսված բարձր 75%-անոց շեմով, ինչը նույնպես լիարժեք չի ապահովում փոքր բաժնետերերի պաշտպանվածությունը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը։ Առաջարկվող
նախագծերով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը, բաժնետիրոջը տրվում է բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք, եթե ընկերությունը 10 տարի շահութաբաժին չի վճարել, 3 տարի ժողովներ չի գումարել կամ 5 տարի փաստացի չի իրականացնել գործունեություն կանոնադրական նպատակներով եւ խնդիրներով սահմանված ոլորտներում։ Նախագծով նաև առաջարկվում է չկիրառել զուտ ակտիվների 10%-ի սահմանափակումը իրավունքի չարաշահման դեպքերում եւ սահմանել հատուկ չափանիշներ արժեթղթերի շուկայական արժեքը գնահատող սուբյեկտների համար։ Ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում եւ փոքր ներդրողների համար ստեղծում է կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր։ Փոփոխությունները կնպաստեն վստահության բարձրացմանը եւ ներդրումային գրավչությանը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացված նախագծերը քննարկվեցին նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվեցին։